Ներքին գործերի նախարարությանը Հայաստանի պետական բյուջեից 2026 թվականին կհատկացվի 102 միլիարդ 644 միլիոն դրամ։ Այս ցուցանիշը 2025 թվականին հատկացված գումարից պակաս է 2 միլիարդ 355 միլիոն դրամով։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նվազեցումները հիմնականում տեղի ունեցել երկու ծրագրերի մասով, ներքին գործերի կրթական ծառայություններ և ներքին գործերի նախարարության ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում կենտրոնացված միջոցառումների մոնիտորինգ և վերահսկողություն ծրագրերով։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատում է, ինչպես է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է Պաշտպանության նախարարության բյուջեի կրճատման մասին, բայց ներքին գործերի նախարարության բյուջեի կրճատման մասին որևէ բառ չի հնչել։ Ինչի՞ հետ էր պայմանավորված այդ, այսպես ասեմ, Ադրբեջանին դուր գալու հետ ամեն ինչ մեջ, վայ, տեսեք, պաշտպանական ծախսերը կրճատում ենք, իսկ ոստիկանության մասին ընդհանրապես լուր մնացիք։ Այսինքն, եթե կրճատումների մասին եք խոսում ոլորտային, կարելի է օրինակ ներքին գործերին էլ հիշատակել, բայց չեն այդ հատուկ օրինակ, հետո փակ նիստում կանդրադառնանք բարձր տեխնոլոգիաների նաև նախարարության հատկացումներին, բայց պաշտպանության նախարարության բյուջեին ասած հատուկ ջրաջանությամբ ներկայացվեց, որ տեսեք կրճատումը ի տարբերություն հարևան երկրի, որտեղ պաշտպանական ծախսերը ավելացել են։ Ֆինանսների նախարարը պատասխանում է. Ես խոսել եմ այն մասին, որ պաշտպանության նախարարության ծախսերը կրճատվում էր, վերաբերվում էր միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից օգոստոսի 8-ից հետո հնչած ձևակերպումներին, և ես մեկնաբանություն էի տալիս միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից արված հայտարարությունները այն մասին, որ Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության ֆիսկալ կայունության վրա և մասնավորապես հաշվի առնելով այն, որ խաղաղության պայմաններում Հայաստանը ստիպված չի լինելու մեծ գումարներ ուղղել պաշտպանության ոլորտին։ Գեղամ Մանուկյանն էլ պարսկական մի ասացվածք է հիշում. Հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Ինչքան է օգոստոսի 8 ասենք, բայց օրինակ շաբաթ օրը եղել եմ Գորիսի տարածաշրջանում, նույն առաջնագիծն է, նույն մարտական հերթապահությունը, դեռ ավելին միշտ կահավորման անհրաժեշտություն ունեցող։ Այսինքն այնպես չի, որ օգոստոսի 8-ից հետո այդ դիրքերը չկան եւ միջազգային կազմակերպությունը չգիտեմ ինչ են աշխատում, բայց իրականությունը այլ է, անցնում ես ջերմուկով տեսնում ես օկուպացված տարածքներ, նույնը Տավուշ եւ այլ։ Ներքին գործերի նախարարը զեկուցում է 2026 թվականի կապիտալ եւ ընթացիկ ծախսերի մասին։ Ընթացիկ ծախսերի գծով հատկացվելու է 101.4 միլիարդ դրամ, կապիտալ ծախսերի գծով 1.2 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ 102.6 միլիարդ դրամի հատկացումներում սոցիալական բնույթ ունեցող եւ գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 89.4 միլիարդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրություն եւ դրան հավասարեցված միջոցները 79.3 միլիարդ դրամ, իսկ գնումների ընթացակարգով նախատեսված հատկացումները 13.3 միլիարդ դրամ, որից կապիտալ ծախսերը 1.2 միլիարդ դրամ են կազմում, ամբողջի 1.2%-ը։ Ներքին գործերի նախարարությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին լատենտային համարվող, այսինքն չբացահայտված հանցագործությունների մասով էական աճ է արձանագրվել, բացահայտվել են բազմաթիվ հանցագործություններ։ Այն հանցագործությունները, որոնք 2024-ին, 23-ին հիմնականում եւ նաեւ նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 25 թվականի 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք բացահայտումներ եւ ըստ այդմ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով։ Օրինակ, թմրամիջոցի ապոնի շրջանառության դեպքերն են աճը 391 դեպքով, զենքի ռազմամթերքի ապոնի շրջանառության դեպքերն են աճը 249 դեպքով եւ այսպես շարունակ։ Ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 0.7%-ով, ասաց նախարարը։ Ունեցել ենք կրկին ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների հիմնական արձանագրում, որը կազմել է 85.7%։
Իրականացված աշխատանքների արդյունքում պիտի նաև փաստեմ, որ նաև աճել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, ինչպես նաև որպես մեղադրյալ ներգրաված անձանց թիվը ընդհանուր առմամբ 3.5%-ով։ Իսկ առանձնապես ծանր հանցագործություններով այս թիվը կազմել է 9.9%, ծանրերով 5.8%։ Հայաստանում շարունակում են գերակշռել կենցաղային բնույթ ունեցող սպանությունները։ Վիճակագրական առումով որևէ էական մեծ թվով շարժ կամ կտրուկ աճի տեմպեր որպես այդպիսին չունենք եւ նաեւ պիտի ընդունենք, որ սպանությունները մեր հանցավորության ընդհանուր կառուցվածքում կազմում են ընդամենը 0.2%։ Անդրադառնալով առհասարակ սպանության դեպքերով համաշխարհային ցուցանիշներին, հարգելի գործընկերներ, որպեսզի նաև պատկերացնենք Հայաստան ինչպիսի դիրքերում է գտնվում այս տեսանկյունից, անդրադառնամ ՄԱԿ-ի թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի գրասենյակի սպանությունների վերաբերյալ համաշխարհային զեկույցներին։ 2021 թվականին ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշը կազմում է 100,000 բնակչի հաշվով 5.8 դեպք։ Նախարարն օրինակներ է բերում։ Հայաստանը, հարգելի գործընկերներ, շարունակում է համաշխարհային միջինից ցածր ցուցանիշներ գրանցել, այսինքն երբ որ ասում ենք միջինից ցածր ցուցանիշներ, սա դրական արդյունք է, որովհետև եթե համաշխարհային մակարդակում 100,000 բնակչի հաշվով միջինում 5.8 դեպք է սպանության արձանագրվում, 2021 թվականին Հայաստանի մոտ այս ցուցանիշը եղել է 2, 22 թվականին 1.9, 2023-ին 1.8, 2024-ին 2։ Ակնհայտորեն նկատում եք, որ կրկնակից ավելի, այսպես ասեմ, նվազում ունենք մենք ընդհանուր առմամբ միջին համաշխարհային ցուցանիշից։ Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, նախարարը նշեց. 2025 թվականի առաջին 9 ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թվի 18.1% աճ։ Իրավապահ համակարգի կողմից ձեռնարկված աշխատանքների արդյունքում 9 ամսվա հաշվարկով առգրավել եւ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 415 կիլոգրամ, 281 գրամ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչը գրեթե կրկնակի անգամ ավելի է նախորդ նույն 9 ամսվա ժամանակահատվածի համադրությամբ։ Նախորդ տարվա 9 ամսվա կտրվածքով մենք շրջանառությունից հանել էինք շուրջ 205 կիլոգրամ թմրամիջոց։ Նշեմ, որ առգրաված թմրամիջոցներից 37 կիլոգրամ 175 գրամը սինթետիկ տեսակի են։ Արփինե Սարգսյանն ԱԺ-ում անդրադարձել է փոքրիկ Տիգրանի սպանությանը։ Ունենք նախնական տվյալներով սպանություն, երեխայի հայրը խեղտամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պայծրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում։ Նախարարի խոսքով երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։